Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է բերման ենթարկվածներից մեկը պատմել է, որ իրեն տարօրինակ հարցեր են տվել, թե ինչ հետաքրքրություններ ունի, եթե Հայաստանում թշնամություններ լինեն կմասնակցի։ Ժողովուրդը հայտնում է, որ կասեցված 18 գազալցակայաններից 5-ը սկսել են գործել առանց ստուգաչափված կապարակնքված հաշվիչների։ Հրապարակը գրում է. Փաշինյանն Էրդողանին ասել է, որ Զինանշանի վրայից հանելու է Արարատ սարը։ Հպարտացել է, որ ցեղասպանության ճանաչման հարցն այլևս անցյալում է։ Թուրքերն արձանագրել են, որ ամենավար երազներում անգամ նման բան չէին կարող տեսնել։ Ժողովուրդը նշում է, Հովիկ Աբրահամյանը Փաշինյանի տեսադաշտում է հայտնվել այն բանից հետո, երբ հանդիպել է Սամվել Կարապետյանին եւ միասին տեսակցել են Լավրովին։ Հրապարակը նկատում է, այնքան էլ հեշտ չէ Հայաստանի էլեկտրական ցանցերի ազգայնացումը։ Փաշինյանը եթե ունենար դրա բանալին մեկ օրում կյանքի կկոչեր։ Ժողովուրդը հայտնում է, որ Լենան Անուշյանն Արսեն Թորոսյանի համար տեղեկության արտահոսքեր է ապահովում։ Հրապարակը գրում է. Տիգրան Պետրոսյանն էլ է ներգրավված եղել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին մերսագրվող մեքենայությունների մեջ։ Ժողովուրդը փոխանցում է, որ պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքի վերաբերյալ քրեական վարույթը կարճվել է հանցանքի բացակայության հիմքով։